Պարյեսան, պատմեք, թե վետերանների միավորումն այսօր ինչ խնդիրներ ունի, քանի հոգու է միավորում։ Հայաստանի վետերանների միավորման մեջ ընդգրկված են ոչ միայն հայրենական մեծ պատերազմի, այլև զինծառայության, աշխատանքի և պատերազմի տարիներին թիկունքային վետերանները։ Մեր առաջնահերթ խնդիրներից է այսօր հոգ տանել վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների մասին ամբողջ Հայաստանում, որտեղ մենք ունենք մեր Հայաստանում 48 վետերանական կազմակերպություններ, իրենց նախագահներով, իրենց սենյակներով, և նրանք ընդունում են վետերաններին, ծանոթանում նրանց հոգսերին, որը իհարկե հիմա քանի գնում շատանում է, և այդ մասին այն ինչ որ իրենք կարող են տեղական մարմինների հետ լուծում են, ինչ որ չեն կարող, մեզ են տեղյակ պահում, կապված առողջապահության հետ, տնտեսական պայմանների հետ, օգնությունների հետ և այլ, հիմնականում առողջության հետ կապված հարցերն են։ Ցավալիորեն տարեցտարի պակասում են վետերանների քանակը, դե բնական է, բայց զարմանալի մի բան, այսօր մենք վետերաններ ունենք 100-ից անց և նրանց թիվը հասնում է 17-ի։ Այս տարի մենք 10 հոգու պետք է նշենք 100-ամյակ։ Անցյալ տարի մենք նշել ենք Ռոզալիա Սերգեևնայի, Պետրոս Պետրոսյանի ծննդյան 100-ամյակները, Ռոզալիա Սերգեևնան մի քանի օրից կլրանա 101 տարին։ Ունենք 103 տարեկան Ազնավուրություն, Գավառում, ունենք 102 տարեկան Երևանում և այդպես։ Մայիսի 9-ի համար այս տարի ինչ եք նախատեսում և արդյոք բոլորը միջոցառումները բաց են, բոլորս կարող ենք միանալ։ Մենք իհարկե մեծ միջոցառումների պլան ենք մշակել, մանավանդ մյուս տարի հաղթանակի 80-ամյակն է։ Մայիսի 9-ը մենք սկսում ենք առաջին հերթին մեր վետերանները, ովքեր ոտքի վրա են, իհարկե Ռոզալիա Աբգարյանը առաջին հերթին։ Մենք այցելում ենք հաղթանակի այգի, ծաղիկներ, պսակներ դնում անհայտ զինվորի շիրիմին, այցելում Մայր Հայաստան թանգարան, որից հետո սկսվում է երթը անմահ գունդ, պատմամշակութային կազմակերպություն ունենք այդպես անմահ գունդ, որը ղեկավարում է Մեհեր Ավետիսյանը, Էդմոն Հովանեսյանը, և անցյալ տարի 6000 հոգի մասնակցեցին այդ շքերթին։ Դա մի հրաշալի բան է, սկսվում է Կոմիտասի պողոտայի վրա գտնվող եկեղեցու մոտից և ոտքով գնում ենք դեպի հաղթանակի այգի, որտեղ կազմակերպվում են մեծ միջոցառումներ, շատ մեծ տոնական միջոցառումներ։ Իսկ այդ ճանապարհը մեր վետերաններն անցնում են պատմական Պոբեդա Մագնիշի մեքենայով։ Նստում են մեքենան և ես շնորհակալություն եմ ուզում հայտնել օգտվելով առիթից այդ անմահ գունդ պատմամշակութային կազմակերպիչներին, որոնք ի դեպ պետք է ասեմ, նրանց նախաձեռնությամբ այսօր նշվում են բոլոր հայրական մեծ պատերազմի վետերանների 100-ամյակները։ Իրենք են բոլոր ծախսերը վերցնում իրենց վրա։ Բացի դրանից ֆինանսական, տնտեսական, նյութական օգնություն են տալի մեր վետերաններին, հեռուստացույց, սնունդ, գումար և այլն։ Շատ մեծ գործ են կատարում, իմ խորին շնորհակալությունը։ Այսինքն առաջիկա մայիսի 9-ի համար սա է պլանավորվում։ Շքերթը, բայո, մեծ շքերթ է լինելու, շատ մեծ, այդտեն հայտարարությունները կա, և դա սկսվելու է անմիջապես ծաղիկներ դնելուց հետո այգում, սկսվում է գնալու ենք այդ եկեղեցու մոտ և այնտեղից ժողովուրդը ոտքով, նկարներով, պլակատներով, դա նույնպես հայրենասիրական մեծ նախաձեռնություն է, երևույթ է, որը մեր երիտասարդության հիշեցնում է մեր հայրենական մեծ պատերազմի հաղթանակի։ Եվ այդտեղ ինչու մենակ հայրենական մեծ պատերազմի։ Իհարկե, նախ անմահ գունդ երթին բոլորը կարող են միանալ, հաղթանակի այգում բոլորը կարող են գնալ, իսկ դրանից հետո ընդունելություններ կան մեր վետերաններին, ընդունելություն է կազմակերպում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը բոլոր մեր վետերաններին, և իհարկե որից հետո կա Երևանում այսպես Դոմ Մոսկվայի տուն, կազմակերպելու են համերգ, մեր վետերանները երեկոյան մասնակցելու են այդ համերգին լավագույն արտիստների մասնակցությամբ, այդպիսի միջոցառումներ։ Հետո առանձին կազմակերպություններ հրավիրում են մեր վետերաններին հարցազրույցի, այսպիսի երևույթների, դա նույնպես մեծ նշանակություն է մեզ համար և շատ հաճելի է։
օգտվելով առիթից նաև ասեմ, որ առաջին անգամ մեր կազմակերպությունը լույս են ծայել արդեն առաջին համարը, առաջին երրորդ համարները վետերան ամսագրի, եւ դա երամսյակը մեկ պետք է լույս տեսնի, որը նվիրված է մեր վետերաններին, մեր անվանի զորավարներին, ինչու՞ չէ հաջորդ համարներում մեր արցախյան գոյամարտի նվիրյալներին, այդպիսի շատ հիանալի մի ամսագիր արդեն սկսել ենք թողարկել, որի ֆինանսավորումը տալիս է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ իմ խորին շնորհակալություն իմ թվարկած բոլոր կազմակերպություններին։ Այսօր մեր վետերաններին ֆինանսական օգնություն է տալի, ինչու՞ չէ նաեւ տալիս է նաեւ նյութական օգնություն Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելարուսիայի դեսպանատունը մեզ շատ օգնում են անմահ գունդ միջազգային այդ կազմակերպությունը մեզ օգնում է պաշտպանության նախարարությունը եւ հայ-ռուս համագործակցություն ռուս сотрудничество այդ կազմակերպությունը այ մեզ թվարկած միգուցե ես բաց թողեցի ինչ որ մեկին թողիզներող լինեն անունները չեմ թվարկում առանձին իմ խորին օգտվելով արթից մեր խորին շնորհակալությունը որ նրանք օգնում են մեզ թե ֆինանսապես թե նյութապես մեր վետերաններին օգնում են եւ գնահատում են ամենակարևորը գնահատում են այսօր նրանք գնահատված են մեծ հարգանք ունեն եւ դա շարունակական է Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ կամ մի բան որ ձեր կյանքում կփոխեիք կամ այլ կերպ կապրեիք ինչ որ մի փուլ որ կկարողանայիք շտկել փոխել Ես երևի ոչինչ չի փոխի Եթե պատերազմ լիներ ես կմասնակցեի Եթե լավ բան լիներ էլի կմասնակցեի Ես այդ գործերին անպայման կմասնակցեի Ինչ որ ես արել եմ ինձ մոտ չի առաջացնում ափսոսանք կամ տխրություն ես արել եմ այն ինչ որ իմ սիրտս էր թելադրում Ի լրացումը ձեր հարցի Ռոզալիա Աբգարյանն այս տարիքին մեր նախագահության անդամ է, մեր ամենաակտիվ վետերանն է, այնքան է ուրախանում, երբ որ հրավիրում ենք ինչ-որ մի միջոցառման, չկա իր մոտ չէ բառը, կան վետերաններ, որ ասում են, վայ, ինքերեսան, ոդքս, եղանակը, այդպիսի բան գոյություն չունի, այնպիսի մեծ ուրախությամբ, ջերմությամբ է մասնակցում, ուղղակի հիանալի անձնավորություն Նախանձելի է Տիկին Ռոզալիա, թող ձեր օրինակը վարակիչ լինի բոլորիս համար։ Տիկին Ռոզալիա, ձեր որդիներին դուք ինչ եք սովորեցրել փոքր ժամանակ, ինչ հիմնական խորհուրդ եք տվել նրանց, ինչպես եք մեծացրել, որ հիմնական արժեքով եք ձեր զավակներին մեծացրել, որ կարող է կիրառելի լինել նաև մեզ բոլորիս համար։ Նույն իմ զավակները շատ հայրենասեր են, իմ նկատմամբ շատ ուշադիր են Այդպես էլի մեր օրինակով իրենց ենք դաստիարակում, այդպես է ստացում էլի։ Հատուկ ոչինչ չեք արել, ուղղակի ձեր օրինակին են հետևել։ Հա, իմ օրինակով։ Ես ավելացնեմ, որ Ռոզալիա Աբգարյան ունի շատ հիանալի ընտանիք, շատ հիանալի զավակներ, վերին աստիճանին նվիրված իրեն, անչափ շատ են սիրում, այդ սերն է ընտանիքներում նաև այդպիսի սերերն են, որ իրենց կյանք է տալիս։ Այնտեղ որտեղ հարգանք չկա վետերանի նկատմամբ, այդ վետերանները շուտ են մահանում։ Այնտեղ որտեղ հարազատները, երեխաները շրջապատում են մեծ սիրով, այդ ընտանիքում նրանք երկար են ապրում։ Այդպիսի երեխաներ ունի Ռոզալիա Սերգեևնան, երկու տղան էլ հրաշալի ազնվորություններ են։ Ձեր տարիների փորձառությունը դուք էլ Տիկին Ռոզալիայի համեմատ երիտասարդ եք, բացի 70 պատկառելի տարիք է եւ իրավունք է նաեւ խորհուրդ տալու, պատգամելու, ինչպես ապրել, ինչպես վերապրել, ինչպես կրկին արժևորել հաղթանակը եւ չընկճվել, չնահանջել հոգեբանորեն եւ նայել առաջ։ Մայիս ամիսը հայ ժողովրդի համար միշտ եղել է հաղթանակների ամիս։ Այդ են վկայում մայիսյան հերոսամարտերը, Սարդարաբադը, Բաշապարանը, Խարակլիսը եւ այլն։ Եվ մենք միշտ էլ մայիսի, ասենք 28-ը տոնում ենք որպես առաջին հանրապետության օր, այսինքն մայիսը մեզ համար սիրելի է։ 45 թվականի հաղթանակը նույնպես մայիսի 9-ին էր եւ դա բերեց մեզ համար էլ ավելի մեծ ուրախություններ։ Այնուհետև մայիսի 8-ին մենք ազատագրեցինք մեր պատմական Շուշին եւ ավելացավ եւս մի եղեցիկ հրաշալի տոն։
Այնպես որ մայիսը մեզ համար ուրախությունների տոն էր։ Կորցնելով Շուշին, կորցնելով Արցախը, դա չի նշանակում մենք պետք է ձեռքներս ցալած նստենք եւ հաշտվենք այն մտքի հետ, որ մենք մայիսի այդ գեղեցիկ տոնը Շուշի ազատագրման օրը մենք կորցրինք։ Ես համոզված եմ, որ անպայման մենք թունելից դուրս կգանք դեպի լույս աշխարհ եւ մեր հայերը երբեք չեն հաշտվի այն մտքի հետ, որ կորցրել են մեր պատմական մշակույթի օջախներով, մշակույթի նշանակալից օբյեկտներով հարուստ, հոգևոր օջախներով հարուստ մեր պատմական Շուշին, եւ ինչպես Համոսայանն իր բանաստեղծություններից մեկում ասում է, ու եթե նորից մռիկ բարձրանա, մայիսին նո պիտի վերջանա։ Ես համոզված եմ, մայիսը մեզ համար եղել է, կա ու կլինի ուրախությունների տոն։